Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք արևելագետ կոնֆլիկտաբան Ալիք մեդիա կենտրոնի հիմնադիր Արսեն Խարատյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Խարատյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Փաշինյանը փաստորեն չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթին ռազմական, որը առանց կարծես թե որը ռազմական տեխնիկա չի լինելու, չի ցուցադրվելու, բայց այստեղ հետաքրքիրը հետևյալն է։ Փաշինյանը տեղեկացրել է, ասում է, որ դեռ ապրիլի 1-ին եմ ես Ռուսաստանին տեղեկացրել, որ չեմ լինելու մայիսի 9-ին Մոսկվայում, հայտնի դարձավ, որ դե քարոզարշավն է սկսում Հայաստանում եւ Փաշինյանը գտնվելու է Սյունիքում։ Հետաքրքիրը գիտեք ինչն է, հարցս ինչին է վերաբերում։ Դեսպանը Ռուսաստանի հայտնեց, որ հրավեր է ուղղվել Փաշինյանին եւ նրանք չգիտեն Փաշինյանը մասնակցելու է թե չէ, սպասում են պատասխանին։ Բայց Փաշինյանը ասաց փաստորեն իսկ կրկնեմ, որ դեռևս ապրիլի 1-ին է ասել, որ չի մասնակցելու։ Ինչ է կատարվում Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերություններում։ Իհարկե կարող ենք այս հարցի մեջ ներառել նաև որպես ամփոփում, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում այդ 3 օրվա ընթացքում, Հայաստան-Եվրամիություն այդ գագաթնաժողովի ընթացքում եւ ինչպես է Ռուսաստանը արձագանքում այդ ամենին։ Եվ այսպես Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններ, Փաշինյան եւ Մոսկվայի շքերթ։ Կարծեմ հենց ձեզ մոտ խոսեցինք ապրիլի սկզբին Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո որոշ ուղղություններով փորձեցինք հասկանալ, թե ինչ նոր իրողությունների հետ գործ ունենք, իսկ առավել նոր բանը մեզ համար այդ հարցումն է, այն էր, որ այնինչ սովորաբար փակ դռների հետևում էր խոսվում, Պուտինը որոշեց այս անգամ մամուլի եւ հանրության աչքի առջեւ խոսելու ոճը, հարցերը, որոնք որ բարձրաձայնվում էին եւ կարծես թե բավական լարված ծերս առաջին անգամ լայն հանրությունը տեսավ, թե ինչպես է զրույցը տեղի ունենում։ Մայիսի 9-ի մասով կարծում եմ այստեղ պարզապես մամուլի շուրջ լրացուցիչ խոսակցություն ծավալել էր։ Վստահ եմ, որ հենց ապրիլի 1-ին էլ ասած է եղել Պուտինին, որ մեր մոտ քարոզարշավ է լինելու։ Այս մասով կարծեմ այս 8 տարվա ընթացքում սովորել են Ռուսաստանի հետ աշխատել, այսինքն նախապես ասում են հիմնավոր պատճառ ունեն, չեն գնում։ Հետաքրքիր է ընդհանրապես տեսնել սա ինչ շքերթ է լինելու, սա Ռուսաստանի համար առավել կարևոր նշանային իրադարձությունն է, մենք տեսնում ենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակից զատ Ռուսաստանը դեռևս այլևս աշխարհում որևէ ուրիշ նվաճման հետ կապված որևէ բան չի տոնում, հա, այս մասշտաբի, բայց այն փաստը, որ դրոնային հարձակումներից պաշտպանվելու հիմնավորմամբ նաև ռազմատեխնիկայից են հրաժարվել, խոսում է նաև այն մասին, որ երևս անցյալ տարվա ունեցած բավականին աղքատիկ ցուցադրությունից հետո չեն ուզում եւս մեկն ունենալ եւ այո չենք կարող սա չդիտարկել Ուկրաինա-Ռուսաստան արդեն 4-րդ եւ ավել տարին ձգվող այսպես կոչված հատուկ ռազմական գործողություն, իսկ իրականում ռուսական ագրեսիան, որով նույնիսկ Ամերիկայում փոխվող ադմինիստրացիաների պայմաններում Ռուսաստանը դեռևս չի կարողանում էական հաջողություններ ունենալ։ Այն, որ եվրոպական համայնքի, եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը Հայաստան Եվրամիություն երկկողմը եւ Մակրոնի պետական այցը անպայման արձագանքներ պիտի ունենար Ռուսաստանից, խոսք չկար, այդ մասին խոսում էր նաեւ մինչ այցը եւ մինչ այս միջոցառումները, բայց կարծես թե դեռևս հայազգի ռոպագանդիստների տեսքով ենք դա տեսնում եւ պաշտոնական Մոսկվան դեռևս շատ կտրուկ հայտարարություններ չի արել, կարծեմ Զախարովան այո, հասցրել է, բայց մեծ հաշվով չենք տեսնում կոչեր այն մասին, որ այդ ինչպես է, հա, Մեդվեդևն ինչ որ բան ասաց, դա կար, այո, բայց Զելենսկու թեմաներ անհանգստացրել։ Հիմա տեսեք, մենք ինչ ենք արել, մենք այո ընդունել ենք Զելենսկի եւ Տիխանովսկա, այսինքն Բելարուսի աչքի փուշը, այո, ժողովրդավարական աշխարհի համար հավաքեր եւ այո, մենք շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք այս մակարդակի լրջագույն հավաքը կազմակերպել իմ կարծիքով բավականին լավ։ Այն, որ Հայաստանը 2-3 օր առնվազն աշխարհի մամուլի էջերից չէր իջնում, սա էլ է փաստ եւ դեռ սա շարունակվում է այս օրերի ընթացքում համաշխարհային բոլոր մամուլի միջոցներից լրագրողներ կային այստեղ եւ բավական ինտենսիվ Հայաստանը իսկապես կենտրոն էր դարձել առնվազն արևմտյան աշխարհի
զարգացումների տեսանկյունից այն որ մենք այս քաղաքական հանդիպման շրջանակներում կարողացանք նաև հնարավորություն ստեղծել որ Վրաստանի մեր գործընկերներն այստեղ լինեն որոնք գիտեք բարդություններ ունեն Եվրամիության հետ հարաբերություններում եւ անգամ Ուկրաինայի հետ հանդիպում ունենան, որ 2 տարի չէին կարող ունենալ, կարծեմ կարևոր նվաճում է, կարևորը որ սա Երևանում է տեղի ունենում, այսինքն Երևանը տարածք է, որտեղ հաճախ միմյանց հետ հակասություններ ունեցող մեզ համար կարևոր երկրներ կարող են հարցեր քննարկել, եւ սա էականորեն բարձրացնում է Հայաստանի նշանակությունը։ Այսինքն ընդգծում եք այդ փաստը, որ Վրաստանի ներկայացուցիչը եւ Ուկրաինայի ներկայացուցիչները ձեռքսեղմում է տեղի ունեցել իրար հետ, զրուցել են, կոնտակտներ են եղել, ինչը մինչ այժմ 2 տարի շարունակ չկար, դեսպաներ հետ կանչվել եւ Ուկրաինան բավական կոշտ էր Վրաստանի հարցում եւ որևէ միջոցառում նաեւ այսպես կարող ենք հստակ ասել, որ եթե Վրաստանը աշխարհի որևէ երկրում ինչ որ միջոցառում էր կազմակերպում, օրինակ Ուկրաինայի դեսպանները չեն մասնակցում դրանց կամ ցույց են տալիս, որ իրենք համարում են Վրաստանը որպես ոչ բարեկամ երկիր։ Տևական ժամանակ իմացել ենք, որ Հայաստանն է եղել այդպիսին Ուկրաինայի համար, օրինակ ռուսական ազդեցությամբ պայմանավորված, հիմա իրավիճակ է փոխվել, բայց էդ էլ մի կողմ, այդ կոնյունկտուրան մի կողմ դնենք, իրականում այն որ մենք այն փաստը, որ մենք կարողացել ենք տարածք դառնալ մթնոլորտ ապահովել, որպիսի այդպիսի միմյանց հետ հակասող հաճախ մեզ համար կարևոր երկրները միմյանց հետ խոսելու հնարավորությունն են, կարծում չափազանց կարևոր է եւ էական։ Ակնհայտ էր, որ սա այնպես է եվրոպական քաղաքական համայնքը որպես այդպեսին նոր ձևաչափ է, ընդամենը 4 տարի է, ինչ կա Մակրոնի նախաձեռնությամբ ստեղծված ֆորմատ է, տարեկան 2 անգամ հավաքներ են լինում, մեկը Եվրամիության անդամ երկրում, մեկը ոչ անդամ երկրում, եւ այստեղ այս ֆորմատը կարելի է անվանել այնինչ BRICS-ն է, հա, օրինակ ինչ որ առումով տրամաբանությունները տարբեր են, բայց շահային ոչ միայն Եվրամիության անդամ երկրները ներառում, այլև Եվրամիության հետ շատ կոնկրետ հարցերում ռազմավարական կարևորություններ կիսող այլ պետություններ, այդտեղ են Ադրբեջանը, գիտեք, Թուրքիան եւ ոչ միայն Եվրամիության հետ անդամակցության ձգտող երկրներ ու պետություններ։ Այս մասշտաբի եւ այս մակարդակի պաշտոնյաներով հավաք ունենալ Հայաստանում եւ որոնք բոլորը առանձնացնում էին Հայաստանի կենտրոնական լինելու հանգամանքը, այն իրողությունը, որ այս պահին Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացում է բանակցում, քաղաքական մակարդակում այո կարող են էմոցիոնալ որակվել, բայց Հայաստանն անվանել Եվրոպայի սիրտը, սա ըստ էության նաև քանդում է այն միֆերը, թե այո, մենք երկար կարող ենք խոսել, որ Եվրամիության հետ ուզում ենք խորացնել հարաբերությունից, կարծեք Եվրամիությունը ուզում է սրանից ավել ինչպես պիտի տեսնենք, որ ուզում է, հա։ Սրա հետ մեկտեղ Եվրամիության ներողություն ընդհատեցի, բայց ընդգծվում էր, այո, Հայաստանի դերը եւ նշանակությունը ընդգծվում էր, բայց նաեւ շեշտադրվում էր ամբողջ հարավային Կովկասը։ Երևի ես ուզում եի այդ դրա վրա ուշադրություն դարձնեինք, համենայն դեպս ձեր մեկնաբանությունը ստանայինք, այո, Վրաստանի վարչապետն էր այստեղ, որը իսկապես աննախադեպ էր այս իրավիճակում։ Եվ մենք չենք մոռանում, որ Ալիևը եւս ճիշտ է տեսակապով, բայց ողջունեց, այսինքն հարավ Կովկասը, որի մասին խոսում էր եւ Մակրոնը եւ ոչ միայն Մակրոնը, ներկայացվածություն ուներ։ Անպայման եւ դուք միանգամայն ճիշտ եք, որ Հայաստանը չի միայն կենտրոնում եւ ուղղակի Հայաստանում էր տեղի ունենում եւ քաղաքական հայտարարությունների եւ կարեւորության տալու տեսանկյունից այս պահին որպես երկիր Հայաստանն առանձնացվում էր, բայց ճիշտ եք, որ դրան զուգահեռ կարմիր թելով գնում էր connectivity կոչվածը, այսինքն կապուղիներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, անխոս սա վերաբերում է կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող ճանապարհներին, անխոս սա վերաբերում է TRIP-ին, սա այս մասին էլ անգամներ խոսվեց, Եվրամիությունն արդեն անդադար է կրկնում, որ այսպես կոչված կապուղիների վերականգնումը կամ ենթակառուցվածքների վերականգնումը իր թիվ 1 առաջնահերթությունն է, այսինքն դուք ճիշտ եք այն իմաստով, որ Հայաստանը ոչ թե ներկայացում էր որպես ժողովրդավարության կղզյակ, որ այդպես է տեղի ունեցել, այլև տարածաշրջան իրավիճակ է փոխվել եւ Եվրամիության նման խոշոր խաղացողը իր գերակայությունները վերանայելով հիմա կենտրոնապնում է առավելապես սրա վրա, որտեղ Ադրբեջանը եւ կենտրոնական Ասիայի մյուս երկրները, որտեղ հիշեցնեմ նախորդ տարի հուլիս ամսին առաջին անգամ բոլոր 5 պետությունների մասնակցությամբ տեղի էր ունեցել Եվրամիություն կենտրոնական Ասիա համատեղ հավաք, որտեղ 14 միլիարդից ավելի ներդրում էր խոստացվել եւ նաեւ խոսքը գնում էր այսպես կոչված միջին միջանցքի մասին, որը ենթադրաբար այո կենտրոնական Ասիան պիտի կապի Եվրոպայի հետ։ Այս բոլորը
շատ լավ են հնչում եւ երկարաժամկետ առումով կարեւոր ստրատեգիական ուղղություններ են, բայց նաեւ իհարկե պիտի գետնի վրա նայենք ինչ կարող ենք անել եւ ինչ ժամանակներում, ես կարծեմ այս մասին էստեղ ենք խոսել, մոտ ապագայում եթե անգամ շատ արագ կարողանանք որոշ ենթակառուցվածքներ վերականգնել եւ կապուղիներ ունենանք Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի միջեւ, կարճաժամկետում եւ միջնաժամկետում համենայն դեպս Համաշխարհային բանկի տվյալների համաձայն սա առավելապես այսպես ներքին ցիկլով կաշխատի Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի հետ, ոչ թե Չինաստանը Լոնդոնի, հա, եթե կուզեք, հա, սա էլ է նորմալ տրամաբանություն, բայց ռազմավարությունը կարող է լինել մեծ երկար, այսպես կոչված մետաքսի ճանապարհի վերականգնումը, բայց այս փուլում խոսում ենք միջին միջանց կոչվածի մասին, որն առավելապես Կասպիական ռեգիոնը դեպի արևելք եւ Հարավային Կովկասը միմյանց հետ պիտի կապի։ Նաեւ կարեւորը իհարկե, որ Վրաստանը կար, որով ասվում էր, որ եւ նաեւ ակնհայտ էր դառնում, որ անկախ նրանից այս փուլում ինչ վիճակում է Եվրամիություն Վրաստան համագործակցությունը, իսկ գիտեք, որ դա սառեցվել է Վրաստանի նախաձեռնությամբ մինչև 2028 թիվը, այնուամենայնիվ Վրաստանին չեն ուզում իզոլացնել եւ դիտարկում են տարածաշրջանը տնտեսական եւ ենթակառուցվածքների տեսանկյունից որպես մեկ ամբողջություն։ Սա էլ է տրամաբանական, որովհետեւ շուկան է մեծ ավելի լինում մեկ, եւ երկրորդը բնականաբար էսել ենք խոսել շատ ծավալների մասին է խոսքը։ Այսօր էլ շարունակվում է այդ նույն Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով դեպի արևմուտք շատ տարբեր բեռների փոխադրումները, այդ թվում նաև երկաթգծի միջոցով։ Խնդիրը ծավալներն են, խնդիրը այդտեղ էլ ավելի շատ հնարավորություններ եւ այլընտրանքներ ստեղծելն է։ Մի վերջին բան, եթե պիտի դեռ անդրադառնանք ուղղակի այս տեղի ունեցածին, ես կարծում եմ, որ բացի ամեն ինչից, մյուս իհարկե Եվրամիություն Հայաստան երկկողմներ, որը նույնպես առաջին անգամ էր, հիշեցնեմ, որ նախորդ անգամ Եվրամիությունը սա արել է Հնդկաստանի հետ անցյալ տարի, այստեղ պարզ է, որ հստակեցրինք արդեն իսկ գոյություն ունեցած օրակարգի որոշ կոնկրետ հարցեր, վիզայի ազատականացումը շարունակում է առանցքում մնալ, որտեղ այստեղ է լինելու մոտ ապագայում ամենամեծ առաջընթացը, նաև նոր առաքելության տեղակայումը Հայաստանում, որն առավելապես պիտի աջակցի Հայաստանի դիմակայունությանը հատկապես։ Այո, եւ սա դեռ կտեսնենք ինչ կոնկրետ դրսևորում կստանա, ում հետ է աշխատվելու, միայն կառավարությունների լինելու թե ներառվելու է նաև մամուլը, ներառվելու է քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական խմբերը, արդյոք քաղաքական կուսակցությունների հզորացման մասին է խոսք գնալու, ինքնիշխանություն ասելով, ինքնիշխանության ամրապնդում ասելով ինչ ենք հասկանալու, այստեղ կոշտ ենթակառուցվածքների մեջ ներդրումներ արվելու է սահմանապահ զորքերի տեսանկյունից օրինակ, հա, այս բոլորը մեծ խոշոր օրակարգի մաս պիտի լինեն, մենք տեսել ենք նաև նախկինում ասված մեծ խոշոր ֆինանսական փաթեթների մասին, հիմա 2.5 միլիարդի մասին է խոսք գնում, տեսնենք սա ինչպես կավարտվի, որովհետև դա մեծ ֆոնդի փոքր մաս կարող է դառնալ մեզ համար, բայց ավելի կարևորն այն է, որ բոլորին ակնհայտ է, որ այս պահին եւ մեր անմիջական տարածաշրջանում, այսինքն Հարավային Կովկասում եւ Եվրամիություն ակտիվ Եվրամիությունը որևէ մեկի հետ ակտիվ խոսակցության տեսանկյունից հաստատ Հայաստանը առաջատարների մեջ է, Ուկրաինան հաշվի առնելով պատերազմը այլ իրավիճակում է, Մոլդովան էլ գիտենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ նաև աշխարհագրությամբ պայմանավորված Եվրամիության թիվ 1 առաջնահերթությունում է։ Տրամաբանությունը թելադրում էր, որ այստեղ լինի Մոլդովայի ներկայացուցիչը եւ Սանդա Մայասանդուն այստեղ էր։ Եվ Բելարուսի դուք Տիխանովսկայի մասին ասացիք։ Ինչի մասին էր սա։ Ուկրաինան այստեղ էր, Մոլդովան այստեղ էր, Բելարուսիայի ընդդիմությունը այստեղ էր, այո։ Այլախոհ ընդդիմությունը, եթե կուզեք, այո։ Տեսեք, Մոլդովան հետաքրքիր է, Մոլդովան հիմա Եվրամիության համար, այսպես ասած, հասած միրգն է ամենա, եթե կուզեք, բայց բարդություններ կան այնտեղ։ Մոլդովան նաև տեսանք, որ Մայասանդուն Ռումինիայի վարչապետի հետ էր եկել ռազմական ինքնաթիռով, սա էլ է նշանային, եւ տեսել ենք, որ ընդամենը 2 ամիս առաջ նրան հետևում են։ Չէ, Մայասանդուն 2 ամիս առաջ հայտարարել էր, որ չի բացառում, որ կարող է Ռումինիայի հետ միավորվեն որպես երկիր, հա։ Սա միանշանակ չի ընկալվել մոլդովացիների կողմից, բայց սա կարող է արագացնել ինչ-որ գործընթացներ եւ ես ենթադրում եմ, որ սա նաեւ Բրյուսելի հետ որոշակի համաձայնեցվածությամբ է առաջ գնացել։ Այնտեղ այդ պարագայում բոլորի համար ակնհայտ է, որ խնդիրը
այս գինե ունենալու, դա այդ գինը առնվազն լինելու է Մերձնեստրը, որն արդեն իսկ Մոլդովայի վերահսկողության ներքո չէ, Մերձնեստրը շատ հետաքրքիր աշխարհագրություն ունի, Ուկրաինա, Ռուսաստան, Մոլդովա կենտրոնական հատված է եւ նաեւ շատ օգտվում է այս իր ոչ կոնկրետ կարգավիճակ ունենալուց եւ ես չեմ ուզում իհարկե շատ հեռանալ, բայց կարելի ասել, որ կարող է Գագաուզիայում նույնպես խնդիրներ առաջանան, Գագաուզյան հերթադիտողներին հիշեցնենք, մի հատված է, որտեղ ապրում է շատ ունիկալ էթնիկ խումբ, թուրքալեզու քրիստոնյաներ են, որոնք շատ մեծ չեն քանակությամբ, նաև բուլղարական ծագում ունեցող մի քանի գյուղեր կան, ես այնտեղ 2 տարի առաջ եղել եմ, շատ ուշագրավ տեղ է, շատ մեծ չի, հրաշալի գեղեցիկ հատված է, հարավում երկրի, Մերձնեսից ոչ շատ հեռու, որտեղ ունեք հսկայական Եվրամիության ներդրումներ, ամենտեղ Եվրամիության դրոշներ եք տեսնում, Լենինի արձանը ամենուր է, դրան զուգահեռ տեսնում եք օրինակ Նազարբաևի, Ալիևի եւ ուրեմն Էրդողանի արձանները, դեռ ողջ առաջնորդների նաեւ։ Այսպիսի մի հատ շատ հետաքրքիր իրավիճակ է եւ շատերը խոսում են ռուսերենով եւ շատերը դեմ են քվեարկել Եվրամիության անդամակցելու հանրակրվեին, կարծեմ մինչեւ 90%։ Ուրեմն այսպիսի ոչ հեշտ իրավիճակով ռեգիոն է։ Այսինքն Մոլդովան, եթե պիտի գնա այդպիսի ճանապարհով, օրինակ Ռումինիայի հետ միավորվելու տրամաբանությամբ, ապա անպայմանորեն կորուստներ է ունենալու, իրենք կարծում են, որ դա շատ լավ գիտակցում են, դա էլ կարող է լինել դառնա ակսելերացվի մոտ ապագայում, բայց Մոլդովան մի կողմ դնենք, Ուկրաինան ավելի բարդ իրավիճակում է այս իմաստով, որովհետև գիտեք վերջապես Օրբանի չլինելուց հետո հավանաբար իդեպ մայիսի 9-ին նոր խորհրդարանը առաջին անգամ նիստ կգումարի եւ այնտեղ էլ ուշագրավ զարգացումներ են լինելու, սրան անդրադառնում են, որովհետեւ Հունգարիան էր հիմնական արգելափակ կողը 90 միլիարդի հասնող եվրոպական վարկի դեպի Ուկրաինա եւ ուրեմն այստեղ էլ լուծումներ են գտնվում կարծես թե, բայց Ուկրաինայի հետ հարաբերությունները ամբողջությամբ այլ հարթության վրա են, հասկանալի պատճառներով պատերազմն այնտեղ չի դադարել։ Հայաստանը թերևս ունիկալ է այն իմաստով, որ մեր ներկայիս տարածաշրջանում, որտեղ օրինակ ունեցել ենք Վրաստան, Ադրբեջան, որոնք տարբեր փուլերում Եվրամիության հետ շատ ավելի ինտենսիվ, Վրաստանն առանձնապես ինտենսիվ հարաբերությունների որակ է ունեցել, հիմա կարծես թե առաջամարտիկի դրոշն է վերցրել եւ այս իմաստով Եվրամիությունն էլ կարծես թե ջանք չի խնայում, որպեսզի հստակեցնի, որ իրենք այստեղ են, իրենք տեղ չեն գնում եւ Հայաստանը դիտարկում են որպես թիվ 1 առաջնահերթություն։ Այս իմաստով ես կարծում եմ, որ մեզ համար շատ հետաքրքիր եւ դրական առումով հնարավորություններ են բացվում։ Վերադառնանք այդ մեր տարածաշրջանի հետ կապված նույն Մակրոնի հայտարարություններին եւ այո, ես նորից հիշեցրեցի, որ դուք էլ հաստատեցիք եւ Մոլդովան, Ուկրաինան ինչ էր նշանակում այստեղ ներկայությունը Մոլդովա, Ուկրաինա, Բելարուսիա, իդեմս դեմոկրատական թևի ուրեմն ընդդիմադիր ուժի Վրաստան, Հայաստան, Ադրբեջան այս ինչ ծրագիր ունի Եվրամիությունը, ինչու էին ներկա իրենք բոլորը։ Ոչ բոլորն են Եվրամիության անդամներ։ Այո, ձեր նշածներից ոչ մեկը Եվրամիության անդամ չի, բայց եվրոպական քաղաքական համայնք ֆորմատը կարծես թե կայանում է ել ավելի։ Դե հիմա այդ մասին եմ ես ուզում, որ դուք խոսեք։ Ինձ համար առավել, տեսեք, միակ խոշոր լիդերը, որ չկար, դա Գերմանիայի կանցլերն էր, որը հետաքրքիր է։ Մերցը չկար, այո։ Ես կարծում եմ, որ սա պայմանավորված էր առավելապես ես որոշ գերմանացի գործընկերների հետ հենց այսօր այս մասին խոսել եմ, չափից դուրս ակտիվ է Մակրոնը այս հարցում։ Պիտի հիշենք նաև, որ այնուամենայնիվ Մերկելի ուրեմն Մերկելի գնալուց հետո, որը առնվազն վերջին 10 տարիներին իր իշխանավարման Եվրամիության թիվ 1 լիդերն էր, Ֆրանսիան այդ լիդերությունը իր վրա վերցրեց եւ Մակրոնը շատ հարցերում պրոակտիվ է եղել եւ նաեւ այո, ներկայիս նոր անվտանգային ճարտարապետությունը, որ առկա է մեր տարածաշրջանում, իսկ մասնավորապես Հայաստանում, Մակրոնի ուղիղ անմիջական անդադար աշխատանքի արդյունք է։ Եվրոպացի դիտորդները հնարավոր չէին լինի, եթե Մակրոնը չլիներ։ Սա փաստ է, սա չենք կարող չարձանագրել։ Մակրոնը նաև իհարկե այս ուղղությամբ ունենալով նաև Հայաստանի նման պարտնյոր, իսկ Հայաստանը պարտնյոր է որևէ ֆրանսիական իշխանությունների առնվազն առերևույթ, հա, իհարկե այս հնարավորությունը բաց չէր թողնելու, որպեսզի նաև էմոցիոնալ
հա, հատվածներին պետական այց ունեցավ, թերևս իր վերջին մեծ միջոցառումն է, Մակրոնի իշխանավարմանը երկար չի մնացել, ես կատակով ասում էի, որ վստահ չեմ, թե Մակրոնը կարող է Փարիզում առավոտյան դուրս գար բազեր եւ այսպիսի լավ վերաբերմունքի արժանանալ, որովհետեւ այնպես չի, թե բոլորն են այնպես սիրում իրեն։ Դե դժվար է, հա, Փաշինյանի համար գուցե շատ հեշտ չէր լինի, չգիտեմ։ Դե այնտեղ արդեն այդ մասին խոսում էին, այո։ Հա, բայց ասած այն է, որ մի քանի բան համընկել էր, հա, այսինքն մի կողմից եվրոպական քաղաքական համայնք Հայաստանի կարևորությունը, Ֆրանսիայի այդտեղ դերակատար լինելը, դրան գումարած Եվրամիության հետ խորացող հարաբերություններն ու Մակրոնի պետական այցը, պետական այց նայում էի վերջին անգամ ունեցել ենք Շիրակի ժամանակ, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Բայց եւ նաեւ փաթեթը, որ ստորագրվեց, հա, այսինքն տեսեք այն ուղղությունները, որոնք մենք մեր ռազմավարական գործընկերության մեջ նախանշել ենք Միացյալ Նահանգների հետ, այստեղ նորից վերարտացոլվեցին, մասնավորապես կիսահաղորդիչների հետ կապված, սա նշանակում է, որ Ֆրանսիան ներգրավելու է այստեղ, այդ թունելի կառուցումը, որքանով ես եմ հասկանում ֆրանսիական վարկով է լինելու, ես կուզեի, որ մեր կառավարությունն էլ այս մասին խոսեր, որտեղ խոշոր ծրագիր է 8 կիլոմետրանոց թունել Հայաստանում չկա, ամենաերկար թունելը, որ մենք ունենք, դա Դիլիջանը Սևանի հետ կապող թունելն է 2-3 կիլոմետր է, այլ այդ մասշտաբի թունել այլևս չունենք։ Շատ կարևոր է ուղղաթիռների հարցը, գուցե շատերի աչքից վրիպել է, բայց սա մեզ համար Վրաստանը ի դեպ ուղղաթիռների տրանսպորտացիայի տեսանկյունից լավ ավանդույթ ունի եւ շարունակում է մինչեւ հիմա բարձր լեռնային գոտիներում բավականին լավ կոմունիկացիաներ ապահովել։ Այնուամենայնիվ որքան էլ անկարևոր թվա, բայց 2-321 Airbus ինքնաթիռ ունենալն էլ վատ ման չի, սրանք այդ երևացող բաներն են, հա, բայց ռազմատնտեսական իմաստով կարծում եմ նաեւ մայիսի 28-ին տեղի ունենալիք շքերթի ժամանակ պիտի ցուցադրվեն որոշ ֆրանսիական զինատեսակներ։ Խոստացվել է Ռուսաստանը շատ այսպես հեգնանքով այդ մասին նշում է իր։ Շատ լավ է անում, թող հեգնեն իրենց, դեռ պարտքեր ունեն մեզ, որ պիտի տան, փողը տվել ենք, զենքը չեն տվել։ Ասում են ֆրանսիական զենք են պատրաստվում Հայաստանում ցուցադրել։ Հա, շատ լավ են անում, իհարկե, բայց իրանց ինչ է ցուցադրենք։ Իրանց քանդած զենքը Բաքուն հետո ցուցադրեց պատերազմից հետո, հիշում եք դա։ Իրենք էլ կարծես թե շատ բան չունեն ցուցադրելու։ Եվ այսպես իմ հարցս ես ուզում եմ նորից վերադառնալ այդ հարցին, եթե դուք կարող եք մեկնաբանել եւ Միջին Ասիայի մասին էր խոսակցությունը, ճիշտ է, Միջին Ասիան ներկայացված չէր, կենտրոնական Ասիան ներողություն, հիմա այդպես են անվանում այդ երկրները, բայց ներկայացված են հետ խորհրդային այս հանրապետությունները, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելարուս։ Արևելյան գործընկերության երկրները, եթե կուզեք, մի փուլում այդպես էր, չէ՞։ Մենք անընդհատ եվրոպացիներն էլ իրենք անընդհատ փոխում են սա, չէ՞, որտեղ պիտի նոր իրողությունների հետ ադապտացվեն։ Արևելյան գործընկերության երկրները, որտեղ տարբեր ֆորմատներով երկար ժամանակ աշխատել ենք, բայց դրանք ուղղակի մասն են, այո, ավելի լայն եվրոպական քաղաքական համայնքի, որն իր մեջ ներառում է 40-ից ավել երկիր։ Առաջին անգամ Կանադան մասնակցեց, սա էլ էր նշանային, այսինքն առաջին անգամ Կանադան մասնակցեց եվրոպական քաղաքական համայնքի հավաքին, ինչը ուղիղ պայմանավորված է Թրամփի վարկագծով, երբ Կանադան ինքը խնդիր ունի Միացյալ Նահանգների հետ, եւ այստեղ աշխարհագրության մասին չէ խոսքը, ֆիզիկական աշխարհագրության մասին չէ, այլև մենտալ աշխարհագրության մասին է կամ արժեքային աշխարհագրության, ինչպես ձևակերպել է իմ սիրելի Ալեքսանդր Իսկանդարյանը։ Այսինքն արժեքամտավոր աշխարհագրության մասին է խոսքը, որտեղ կարող է լինի նաև Ճապոնիան, կարող է լինել Հարավային Կորեան, կարող է լինել Ֆիլիպինները, հա, այսինքն այստեղ այլևս աշխարհը չի խոսում միայն եւ բացառապես ֆիզիկական սահմանների մասին, այլև թե ինչ ենք մենք կիսում միմյանց հետ, հաշվի առնելով նաև այն արագ տեմպը, որով աշխարհը զարգանում է, նաև կոմունիկացիաների եւ ենթակառուցվածքների առումով, այստեղ նաև կարելի է սահմանները պայմանական համարել ինչ-որ իմաստով։ Բարի, մերսը չի եկավ եւ Միացյալ Նահանգներից մենք չունեցանք որևիցե արձագանք, այս մասին մենք խոսենք գովազդից հետո։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղ անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արսեն Խարատյանի հետ, արևելագետ, կոնֆլիկտաբան, Ալիք մեդիա կենտրոնի հիմնադիր։ Եվ այսպես, պարոն Խարատյան, Միացյալ Նահանգները իհարկե Երևանում կայացած այդ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովին չէին մասնակցում, բայց դրան հաջորդած Երևանյան երկխոսություն, ուրեմն ֆորումին ներկա են եղել։ Համեցեք։ Այո, լավ է որ հիշատակեցիք, որովհետև փաստորեն այս բոլոր միջոցառումների հետ մեկտեղ նաև արվեց երրորդ Երևանյան ուրեմն երկխոսություն Yerevan Dialogue կոչվող նշանային իրադարձությունը։ Ես կարծեմ, որ Հայաստանը դրա կարիքը վաղուց ուներ տարեկան այսպիսի մի հավաքանելու եւ սա լավ համադրվեց այս ամբողջի մեջ։ Այսինքն մայիսի սկիզբը շատերի մոտ արդեն, որովհետեւ ես ինքս հաճախ աշխարհի տարբեր հատվածներում եղել եմ, վրացիներն էլ իդեպ ունեն այդպիսի բան, ադրբեջանցիներն ունեն, որ տարեկան կտրվածքով պետական մակարդակով քաղաքական ֆորում են անում, գլոբալ քաղաքական, որտեղ հրավիրյալներ են ունենում, միշտ ունենում են կարևոր խոսնակներ, մեծ Մակրոններ
որովհետև նաև այստեղ էր, հա, բացի մեր տեղի, մեր պաշտոնյաներից, այստեղ իհարկե պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա կար, որը նույնպես խոսում էր հենց այն բովանդակության մասին, որի մասին խոսվել էր նախորդին Եվրամիություն Հայաստան եւ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ընթացքում, իսկ մասնավորապես, որովհետև դրանք համընկնում են ամբողջությամբ իդենտիկ են TRIP-ը եւ Եվրամիության առաջնահերթությունները ենթակառուցվածքների վերականգնման տեսանկյունից, սրանք միմյանց հետ կապված չեն հակադրվում, այդ հարցը շատերին է ոչ մի կերպ չեն հակադրվում, նույնիսկ ինչ որ հարցերում միմյանց հետ են քննարկում, թե ինչպես են առաջ գնալու, ուրեմն ամենատարբեր ուղղություններով, եթե նույնիսկ այս Սպիտակ տան ադմինիստրացիան կարող է հակասություններ ունենալ Եվրամիության Բրյուսելի եւ այլ անդամ պետությունների մայրաքաղաքների հետ, այս հարցում կարծես թե ամբողջությամբ համահունչ են։ Նու ամբողջությամբ գուցե ինչ որ դետալներ կան, թե որ ընկերությունը ինչում կարող է հակադրվում, ամենևին չեն հակադրվում, ավելին քննարկում են միմյանց հետ եւ ուրեմն ամերիկացիների ներկայությունը նաև այս մակարդակում խոսում է դրա մասին։ Երևանյան երկխոսությունը նույնպես կարևոր իրադարձություն է, ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից կարող էինք ավելի լավ ներկայացված լինել ընդհանուր առմամբ, բայց սա ավելի շատ գլոբալ տրենդի մեջ էր եւ հուսով եմ, որ չի կորել այս ամբողջ մեծ միջոցառումների մեջ, որտեղ ես սա կարևորում եմ եւ համարում եմ, որ պետք է անպայման շարունակել։ Դե այս ամենը բացի ամեն ինչից իհարկե պիտի սա էլ խոստովանենք եւ ասենք շատ մեծ կրեդիտ էր Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը ակնհայտ էր, որ այս բոլորը բացի այդ մասին ուղիղ չէր ասվում, հա, ասենք լավ է որ չէր ասում, որտեղ օրինակ Հունգարիայի պարագայում J.D. Vance-ը Ամերիկայի փոխնախագահը ընտրություններից մի շաբաթ առաջ գնացել էր եւ հրապարակային Օրբանին էր աջակցում, հա, ասենք լավ է որ որևէ մեկը բաց չէր ասում, որ ժողովուրդ ջան գնացեք նահատել։ Բայց այդպես է գնահատվել, որ սա եւ չէր կարող այդպես չգնահատվել։ Փաշինյանի օգտին էր։ Հենց այդպես էլ կար ակնհայտ էր եւ այսպեսով Եվրամիությունը ուղիղ ասաց, որ այո, մեզ այս պահին ամենամոտ գործընկերը, որի հետ մենք հույսեր ենք կապում, դա Փաշինյանն է, ինչը վատ լուր է Հայաստանի արևմտամետ ընդդիմադիրների համար, որովհետեւ շատ ավելի քիչ հավանական է, որ իրենք ձայն կտանեն այսպես կոչված արևմտամետ բևեռը Փաշինյանը ամբողջությամբ մոնոպոլացրել է այսպես։ Բայց նաեւ դժվար է տեսնել, թե ինչպես պիտի սրան հակադրվեն ընդդիմության այլ թևերը, օրինակ, որոնք որ ակնհայտ Ռուսաստանի հետ են կապում իրենց հույսերը, բայց եթե նայում ենք, տեսնում ենք կոշտ հակադրություններ նրա հետ ինչ որ քննարկում է Հայաստանի հետ չկա, բացի իհարկե խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որի շուրջ իհարկե խոսվում է տարբեր բաներ։ Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս երրորդյա հսկայական միջոցառումները Հայաստանը կարողացավ անցկացնել պատվով, իսկ թե ինչ մակարդակի հայտարարություններ եւ պայմանավորվածություններ են, սա ձայնը դեռ լսվելու է եւ մոտ ապագայում եւ միջին հեռանկարում։ Այն վստահությունը, որը կար եւ Մակրոնի հայտարարության մեջ եւ նույն Կայա Կալասի մյուսների, որ Հայաստան արդեն ընտրել է իր ուղղությունը, Հայաստանը ժողովրդավարությունն է ընտրել, Հայաստանը եվրոպական զարգացումն է ընտրել։ Արդյոք դուք կարծում եք, որ նրանք շեշտել են դա պայմանավորելով այդ ուղղությունը, քաղաքական կուրսը Փաշինյանի անձով, թե այնուամենայնիվ այդտեղ կար թույլ էր տրվում այսպիսի միտք, որ ով էլ որ գա Հայաստանը մենք վստահ ենք, մենք հուսով ենք, որ Հայաստանը շարունակելու է այս գիծը, չի պայմանավորվում անձով Փաշինյանի, թե ընդգծվում էր Փաշինյանի անձը, ձեր տպավորությունը, սա որովհետև տպավորության հարց է, չի անվանվել ոչ մի բան։ Անխոս, այո, անձով պայմանավորված է, ցավոք։ Պայմանավորված է այս փուլում, որովհետև ալտերնատիվը որ տեսնում են, հաստատ եվրոպացիների համար ամենաընդունելին չի։ Բայց ես ուրիշ բան էլ ասեմ, հա, որտեվ միևնույն է Վրաստանի օրինակն է անընդհատ բերվում, հա, այսինքն նույն եվրոպացիները, Արևմուտքը, ընդհանրապես Միացյալ Նահանգները տևական ժամանակ Վրաստանի հետ խորացող հարաբերությունների պայմաններում թերևս 12 թվականին վստահ էին արդեն, որ անդառնալիության կետին են եւ ով էլ կա իշխանության այդ երկրում, հաշվի առնելով, որ երկրի 70-80% բնակչությունը եվրոպական Եվրոպայի հետ ինտեգրվելու տրամադրություններ եւ ՆԱՏՕ-ի հետ անդամակցելու տրամադրություններ ունի, կարծում էին կամ վստահ էին, որ նույնիսկ եթե գա իշխանություն, որը մի փոքր կտարբերվի, այնուամենայնիվ այս կուրսը հնարավոր չէ փոխել։ Հիմա տեսնում ենք, որ դա այդպես չի։ Ուրեմն իրենք պրագմատիկ են նայում հարցին, թերևս, բայց ես կուզեի, որպեսզի իրենք իհարկե չպայմանավորեին որևէ մեկի անձով
Եվ նայեք, եվրոպական քաղաքական համայնքի հավաքը ինքը քաղաքական համայնք է, ինքը Եվրամիության հետ կապ չունի։ Սա հենց քաղաքական հավաք է, որը այո, որ դրա համար էլ մերձը կարող է չգալ այս փուլում, կա ուրիշ գործ ուներ օրինակ, հա։ Եվրամիություն Հայաստան ինստիտուցիոնալ է, սա լուրջ է։ Սա լրջությունը չնվաստացնեմ ասեմ մյուսի, բայց լուրջ է այն իմաստով, որ ինքը ինստիտուցիոնալ հարաբերությունների տրամաբանության մեջ է, որտեղ եւս ես այստեղ էլ կուզեմ ասել, շատ լավ անցավ, շատ սիրուն էր այս ամենը, մեզ էլ մի քիչ պարտանալու տեղ տվեց վերջապես Հայաստանը աշխարհի կենտրոնում է, մեզ դա դուր է գալիս, այս հասկանալի է, բայց ես չեմ ուզում, որպեսզի մեր հանրության շրջանում տպավորություն ստեղծվի, թե այ հենց, չգիտեմ, վաղը մի տարուց կամ երկու տարուց մենք Եվրամիության անդամություն ենք ունենալու, սա երկար եւ ծանր գործընթաց է լինելու, այլ հարց է, որ ակնհայտ է այլևս, որ եւ Եվրամիությունը եւ անդամ պետությունների հսկայական մասը 28-ից առնվազն 70-80%-ը ել ավելի ինտենսիվ է սկսելու առնչվել Հայաստանի հետ երկկողմում։ Սա քաղաքական իմաստով էլ է իրենց ձեռնտու, որովհետև Հայաստանը հիմա չափից դուրս պոպուլյար է նաև արևմուտքում եւ դիտարկվում է որպես կարևոր այս պահին առաջադեմ երկիր։ Ինչով է դա պայմանավորված։ PR-ով Մենք մեզ PR-ել ենք, կարողացել ենք ինչ-որ մի հարցում կարողացել ենք, կայո, շատ հարցերում, գիտեք, այդ ամենը գին ունի նաև, չէ, գիտենք, այդ ամենը գին է ունեցել եւ շատ ծանր եւ նաև ասեմ ամեն ինչից զատ, ես չեմ էլ ուզում, որ որևէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, թե մենք համարում ենք, որ Հայաստանն այսպես կայացած ժողովրդավարություն է, ցավոք մենք հեռու ենք դրանից եւ հենց այստեղ խնդրեմն այն է, որ անձերով է պայմանավորված։ Հա, այսինքն քաղաքական կամքով էս փուլում էսպես են ուզում կամ այդպես է ձեռնտու, այդպես են անում։ Օրենքը եւ ինստիտուտները չէ, որ ստիպում են, որ գոնե ինչ որ մի մակարդակից ներքև չիջնենք, հա։ Սա է խնդրեմը։ Եվ սա պիտի փորձենք հնարավորինս խորացնել այս ինստիտուցիոնալ մակարդակում ժողովրդավարության կայացման հարցը։ Այստեղ նաեւ Եվրամիության ներգրավվածությունը խորանալու պարագայում տեսնելու ենք այսօր մի հավաքի էի Էստոնիայի դեսպանը հետաքրքիր բաներ ասում էր մեզ մոտ շատ մեծ էր ոգևորությունը եւ 80-90% բնակչության ուզում էր Եվրոպա հենց որ սկսեցին ռեֆորմներ անել այդ թիվը էապես նվազեց որովհետեւ դա մարդկանց կենսակերպ է փոխելու հա այն տարբեր բաներին որոնք որ ավանդույթի ուժով են լուծվել հիմա օրենքով պիտի լուծվեն հա ոչ բոլոր պահանջներն են դուրեկան հա այո ընդ որում եթե ուզում ենք իրավական օրինական երկիր լինել սա է ճանապարհը իհարկե բայց նկատի ունեմ որ դեռ երկար ճանապարհ կա այս իմաստով լավ է որ մեր վրա ուշադրություն կա լավ է որ մեր ցրկտումը նաև ռեզոնանս է ստանում Եվրամիության կողմից եւ լավ է որ այս խորացող համագործակցությունը կա դրա հետ մեկտեղ պետք է պատրաստվենք երկար եւ ծանր աշխատանքի որը միշտ չէ որ հեշտ է լինելու երկու հարց մնաց առաջինը կան քաղաքական ուժեր ովքեր ասում են Նիկոլ Փաշինյանը Իվանիշվիլի երկուս է հարցը այն չէ որ այո պարզ է որ ընտրություններ են սպասվում եւ թե Կարեն Կարապետյանը ոչ Իվանիշվիլի երկուս է Փաշինյանը ով խափելու է ձեզ ասում է գնալու ենք դուք էլ ասացիք հիշում եք ամենասկզբում ներկայացված էր որ մենք գնալու ենք Եվրամիություն Վրաստանում եւ հետո փոխվեց այդ ամբողջ եւ խոսույթը եւ քաղաքական ուղղվածությունը եւ հիմա նույնն է անում Փաշինյանը դուք սխալվում եք հարգելի Եվրամիություն Այստեղ էլ եք սխալվել։ Ես շատ մեծ այն որ Փաշինյանի հետ պարտներությունը կարող են կասկածի տակ դնել ինչ որ հիմքերով, գուցե ես բան չեմ ասում, բայց Իվանիշվիլի հետ համատությունը տեղին չեմ տեսնում տրամաբանական գիծը, ավելին նախ Իվանիշվիլին այնուամենայնիվ Ռուսաստանում հսկայական կարողություն կուտակած օլիգարխ է։ Մի բան որ Փաշինյանը չունի։ Գիտեք, այդպիսի բան կարելի կլինի ասել այն ժամանակ, երբ որ ընտրություն կեղծվի Հայաստանում եւ Փաշինյանը օրինակ փորձի իշխանությունում մնալ եւ Եվրամիությունն էլ սկսի մտածել, շարունակում է հարաբերությունները մեզ հետ խորացնել, թե ոչ, հա, այդպես այդ դեպքում կարող ենք օրինակ այդ համակցությունը տանել կամ այդ համակցությունը դիտարկել որպես լեգիտիմ, բայց ընդհանուր առմամբ, գիտեք, այո, կա այդ կարող են նաեւ խաղալ են, ավելի շատ Սերժ Սարգսյանի հետ ուրեմն համեմատեմ, որովհետեւ Սերժ Սարգսյանն էր 3.5 տարի Եվրոպացիների հետ բանակցում ազատ առևտուր եւ ուրեմն ասոցիացիան համաձայնագիր, հետո մի գիշերում որոշում գնալ դեպի Եվրասիական գոտի, հա, Իվանիշվիլի, ինչ են հերու գնում հենա
կարելի ու հետ պիտի համեմատել։ Բարի, եւ վերջին հարցս Ադրբեջանի հետ հարաբերությունները, այո մենք հիշում ենք ինչ խոսվեց Ալիևը զայրացած էր դրանից առաջ Եվ խորհրդանի բանաձև էր հրապարակվել իդեպ ինչու ժամանակ այդպեսին ընտրվել եթե գիտեին իսկ այս որ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովը լինելու է եւ երբ է լինելու դա ամիսներ առաջ էր պարզ հատուկ ընտրված օրեր որ դա լիներ որ մինչ այդ կարծեմ ամսի 1-ին դադարեցրեց Ադրբեջանը զայրացած այդ ռեզոլյուցիաներով որով պարտադրվում էր համենայն դեպս հարց էր բարձրացվում Արցախահայության իրավունքների մասին, անազատության մեջ գտնվող մարդկանց մասին, մեր մշակութային հայկական մշակութային ուրեմն կոթողները ջարդուփշուրանելու հարցներ բարձրացնում, այս ամենը զայրացրեց Ալիևին եւ իր ելույթի ողջույնի, այսպես կեսը, մեծ մասը նա իր զայրույթներ հայտնում Ինչու այդ օրը ընտրվեց, այդ զայրույթը բարձրացվեց հենց այդ գագաթնաժողովից առաջ եւ արդյոք վերահսկելի է Ալիևի գործողությունները վերահսկելի են կամ փորձում են անել վերահսկելի, խոսքը գնում է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Ալիևի զայրույթ ասենք թե այսպես ասած բավականին ագրեսիվ ելույթը Ագրեսիվ ելույթ այո շատ լավ պատասխան հնչեց հենց Եվրամիության պաշտոնյայի կողմից, որը խոսքի իրավունք վերցրեց եւ ասաց, որ սա խորհրդարան է, որտեղ բոլոր երկրներից ընտրված մարդիկ կան եւ այն գործելու այնպես, ինչպես գործել է եւ դուք չեք որոշելու, թե մենք ինչ անենք։ Ես ուրախ եմ, որ դա հնչեց։ Մենք չենք կարող դա հնչեցնել, մենք եւ Գուցե հենց դրա համար էլ այդ օրը ընտրվել էր, որպեսզի դա հնչի Գուցե իրենք ինչ որ բան են բանակցում Ալիևի հետ չեն կարողանում ստանալ, այդ են անում, դա էլ կարող է լինել։ Բայց դա իսկապես այդպես է եւ այնպես չի թե Հայաստանի Հանրապետությունն է գնացել եվրոպական երկրներում բանակցել, որպեսզի եվրոպական խորհրդարան գնացած պատգամավորները այդ երկրներից այս կամ այն կերպ բանակցեն։ Գուցե Ֆրանսիա-հայությունն է լավ աշխատել, Բրյուսելի հայ համայնքն է լավ աշխատել, չգիտեմ։ Այսինքն մենք այդ ռեզոլյուցիայի պատմությունը չգիտենք, գուցե մեր դիվանագիտությունը ինչ որ կապ ունեցել է, չնայած խիստ կասկածում եմ, որովհետև Հայաստանն այս պահին այդպիսի բաներ չի անում, եւ ես ասեմ, որ հատկապես մշակութային ժառանգության հետ կապված այս լռությունն ինձ համար բացարձական հասկանալի է, իսկ որոշ պաշտոնյաների են հայտարարությունները, թե իրենց սուվերեն տարածքն ինչ ուզում անում են, ինձ համար անհասկանալի է, բացարձակ այդ նույնը Ալիևը ասեց։ Իրենք ինչ են համարում, իրենք էլ համարում, որ մենք մեր տարածքում ունենք ինչ ուզենք պետք է անենք, հա, որովհետեւ մեկի ժառանգությունը ոչնչացնելը նորմալ է, ինչևէ։ Բայց այդ մի կողմ դնենք, տեսեք Ադրբեջանը եւ Ալիևն ուզում են Եվրամիության հետ նույն մակարդակի հարաբերություն ինչ որ ունի Հայաստանը։ Սա չի վերաբերում ինտեգրացիային, որովհետեւ Ադրբեջանը չմիավորվող երկրներում է, որևէ խնդիր չի դրել, նամում է, հա, non-alignment movement, որտեղ 120 երկիր կա, սա իհարկե հիմնականում ռազմական խնդիրներին է վերաբերում կամ ռազմական դաշինքներին, գիտեք, ոչ ՀԱՊԿ-ի անդամ է, ոչ Եվրոսիականի անդամ է, ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, Թուրքիայի անդամ է, կդերեք։ Այդտեղ ես այդտեղ ուզում եմ մենք փոխենք մեր խոսույթը։ Համեցեք։ Գիտեք ինչու։ Որովհետև տևական ժամանակ մենք ասում ենք Ադրբեջանը Թուրքիայի անդամ է, բայց տեղեր կա որ հասկանում։ Չէ, դուք անձամբ ձեզ չեմ ասում։ Հարցեր կան որ կարողա Թուրքիան է Ադրբեջանի անդամ։ Ես չեմ ուզում լսեմացնենք եւ այդ դիրքից նայենք, դա մեզ կործանել է իմ կարծիքով։ Եվ այն որ մենք ինչ խոսք Թուրքիան շատ լուրջ ներկայություն ունի Ադրբեջանում, հատկապես ռազմական եւ ռազմավարական իմաստներով, այդտեղ կասկած չկա, բայց այդ հարաբերություններն են ավելի բարդ եւ կոմպլեքս։ Եվ այնտեղ Ադրբեջանն էլ շատ ասելիք ունի։ Եվ այն փաստը, որ Թուրքիան այսօր Հայաստանի հետ հարաբերություն չի կարգավորում, այնպես չի, որ Թուրքիան հաստատ չի ուզում կարգավորի բացարձակ այնտեղ խմբեր կան, որ շատ կուզեին եւ Ադրբեջանը կարողանում է այնպես անել, որպեսզի սա կախված լինի Հայաստան-Ադրբեջան։ Խմբերը Էրդողան չի։ Ճիշտ է, համաձայն եմ։ Այդտեղ դες հետ համաձայն եմ։ Բայց ասածն է, որ Ադրբեջանը գոնե նոմինալ հայտարարված, հա, այսպես չմիավորման մասը, այդպես որ գնալու ունենք Իսրայելի մասը։
մեր տարածաշրջանի ամենաուժեղ հարաբերությունները Իսրայելի հետ ունեցող Ադրբեջանն է, որն իր համար նաև որոշ իմաստով կանաչ ճանապարհ է հարթում Միացյալ Նահանգների կոնկրետ ադմինիստրացիայի հետ խոսակցություններում։ Այդտեղ Թուրքիան շատ դերակատարություն չունի, Ադրբեջանն ինքն է կարողացել դրան հասնել։ Իհարկե Թուրքիայի որոշ աջակցությամբ, որտեղ որոշ գազի եւ նավթի տրամադրումը Թուրքիայի միջոցով է նաև տեղի ունենում դեպի Իսրայել։ Այն Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, որոնք Սիրիայում իրար հետ բախվում են։ Ինչևէ, վերադառնալով այս կոնկրետ միջադեպին կամ իրավիճակին, այն որ ինքը, այսպես ասած, հաթաթա էր տալիս եվրոպացիներին, նաև մինչ այդ սպառնացել էին, որ դուրս կգան Եվրանեստ, ընդհանրապես կհրաժարվեն եվրոպական կառույցներում իրենց մասնակցությունից, դա իրենց խնդիրն է։ Բայց ես չեմ կարծում, թե իրենք դա ուզում են շատ, որտեվ նաև հեղինակության խնդիր է առաջանում, հա, այսինքն Ալիևը Արցախյան պատերազմից հետո իրեն տևական ժամանակ ամեն ինչում հաղթող էր զգում եւ իրենց համար խնդիր էին դրել միջազգային հարթակներում կամ միջազգային գործընթացներում երևալու եւ խոշոր խաղացող լինելու։ Առաջին խոշոր հարվածը, որ ստացան, դա Նախիջևանն էր, այս իրանական պատերազմի ընթացքում, որը ոչ մեկ չէր ակնկալում, որ այդ ուղղությամբ էլ կարող է ինչ-որ բան լինել, իսկ զուգահեռաբար միջազգային եվրոպական կառույցների այսպիսի բանաձևերն իհարկե շատ ավելի նյարդային են ընկալվում Բաքվից եւ դա հասկանալի է։ Երրորդ հարցն էլ այն է, որ կարծես թե իրենք դրան զուգահեռ նաև բանակցում են որոշ այս connectivity կոչված Եվրամիության ներգրավվածությունը, մասնավորապես Նախիջևանով անցնող երկաթգծի վերականգնման հետ կապված գիտեմ, որ բանակցություններ կան, բայց այո, շատ կցանկանային, որպեսզի Եվրամիությունը նաև խորհրդարանականների մակարդակում բաց ձեռքերով իրենց ընդունեին որպես այսպես հավասարի համայնքի անդամ, դե գիտեք, ես ուրիշ բան ասեմ, շանս ունեին գալու նաև ֆիզիկապես այս հավաքին եւ մարդկանց հետ խոսելու, կարծում եմ պատճառներից մեկը, որ նա նույնիսկ արտգործնախարարի մակարդակով չեկան կամ պաշտոնյայի մակարդակով չմասնակցեցին, հենց այդ ուրեմն բանաձևներ, որ ընդունվել էր, որտեղ մինչև այդ քննարկվում էր, որ հավանականություն կա մասնակցության։ Կարելի ասել, որ Ալիևը մինչ այժմ այս ամբողջ պատմությունը ցույց տվեց, որ Ալիևը մինչ այժմ փորձում է օրինականացնել, ասում են լեգիտիմացնել իր գործողությունները եւ անընդհատ արդարանում է, ճիշտ է ագրեսիվ ձևով է արդարանում, բայց այս ամբողջ իր խոսքը այն մասին էր, որ ես իրավունք ունեի անելու այն, ինչ ես արել եմ, դա ինքը փորձում է ապացուցել խոսքերով, դա նշանակում է իրավական տեսանկյունից, դա օրինական չի համարվում։ Խոցելի է, եթե նա մինչ այժմ ջանում է ապացուցել, որ նա իրավունք ուներ անելու այն, ինչ արել է եւ անելու այն, ինչ անում է այսօր։ Նա փորձում է բացառել որևէ խոսակցություն Ղարաբաղի Արցախի մասին։ Սա է։ Նա այո խնդիր ունի այս էջը փակելու ամբողջությամբ եւ ես կարծում եմ, որ այս ուղղությամբ ջանք չի խնայել եւ չի խնայում։ Եթե այս փուլում Հայաստանի գործող քաղաքական մեծամասնությունը այս թեմաների մասին չեն խոսում եւ հաճախ կարծում եմ, որ հարցեր կան, որոնց շուրջ ուղղակի իրավունք չունեն չխոսելու, բայց սա մի կողմ եմ դնում եւ որտեղ սա առանձին հաղորդման թերևս քննարկման թեմա է, ես պատրաստ եմ այս մասին խոսել, ես կարծում եմ, որ այստեղ մենք իրապես կարող ենք շատ ավելի գրագետ գործել, ապա այլ ինստիտուտներում եւ դա նաեւ եվրոպացիների համար է շատ նյարդայնացնող, հա, այսինքն տևական ժամանակ այսպես կոչված խավերային դիվանագիտությամբ կարողացել են տարբեր բանաձևեր անցկացնել, որտեղ Եվրամիության եւ Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական ինստիտուտներում այնպես չի, թե բոլորը մաքուր են շատ, այնտեղ էլ կոռուպցիայի պակաս չկա, այս մասին շատ են խոսել եւ լսել մինչ պատերազմը առավել եւս։ Հիմա դες նաեւ այդ համայնքում կան հստակ արժեքային դիրքերով եւ ամուր կանգնած երկրներ, որոնք որ ասում են դուք չեք որոշելու, որևէ մի երկիր չի ասելու մեզ մենք ոնց պահենք այս տարիների նվաճումները, որ մենք ունեցել ենք ցախողումներով հանդերձ, հիմա դուք պիտի գաք մեզ ասեք, թե մենք ինչ բանաձև ընդունենք եւ սպառնակ, սա անընդունելի է եւ կարծում եմ իր պատասխանն էլ լսեց եւ լավ է, որ տեղում լսեց, երկարացնելու շատ հնարավորություն չեղավ։ Եվ այդպիսի տպավորություն ստեղծվեց, երևի թե ես ձեզ հարցնում եմ, որ Հայաստանի մասով Ալիևին հաջողվել է լրացնել, բայց
միջազգային կառույցները դեռևս չեն համաձայնվում, որ իրենց կարող են լրացնել այդ հարցը։ Ճիշտ է, մենք խոսում ենք, որ իրավական մեխանիզմները, միջազգային մեխանիզմները վատ են աշխատում, այս Թրամփի գործողությունների ներքո ընդհանրապես մեծ կասկածներ են առաջանում, բայց պարզվում է, որ ինչ որ գործիքներ այնուամենայնիվ կան դեռևս։ Բայց քաղաքականությունը ցավոք իհարկե կան, գործիքները կան, լինելու են նաև ապագայում, անգամ խաղաղության պայմանագրում նշելը, թե դատական հայցերը հետ են կանչելու չի նշանակում, որ դա բացառվում է, եւ մեր կողմից եւ իրենց կողմից։ Մենք երրորդ երկրներով կարող ենք դա անել, եթե դրան հասնի, հա, սա էլ անհատների մակարդակով։ Հա, այսինքն սրանք եւ իհարկե անհատների մակարդակում, սեփականության վերականգնման հետ կապված եւ այլ հարցերում, բայց սև բարի կամքի խնդիր կա, եթե իսկապես խաղաղության են գնում, եթե իսկապես երկկողմ ենք դա բացառում, ապա այնտեղից էլ պիտի բացառվի արևմտյան Ադրբեջան խոսույթը, այնտեղից պիտի բացառվեն շատ այլ ագրեսիվ հրետորաբանություն, որով լսում ենք տարբերաբար։ Բայց ես մեծ հույս ունեմ, որ սա ոչ թե օգտագործվում է բանակցություններում որպես լծակ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու, այլև իրապես արժեքային տարածքում հիշատակումն է այս ամենի, չնայած ժամանակը ցույց կտա, թե որ փուլում ինչի կհասնենք, ես ենթադրում եմ նաև, որ այո, Եվրամիություն Ադրբեջան հարաբերություններում ամեն ինչ այնքան հարթ չէ եւ հարցեր կան, որտեղ անհամաձայնությունները նաև դառնում են այսպիսի քաղաքականության։ Համենայն դեպս Կայա Կալասը Հայաստանից Բաքու մեկնեց, Զելենսկին մինչ Հայաստան գալը Բաքվում էր եւ նաեւ ակնկալում էր, որ Բաքուն կարող է դառնալ միջնորդ Ռուսաստանում։ Միջնորդ, այո, Ռուսաստանը մի երկու օր մտածեց այս կողմենքում, հետո ասեց ոչ, այդ նշանակում է Ռուսաստանը անգամ քննարկել է այդ հարցը։ Այո, այնպես որ ինչպես շատ լավ օրինակներ բերեցիք, այս ամենի էմոցիոնալ հատվածը մի կողմ թողնենք, իրականում քաղաքականությունը, որտեղ խոսակցությունը իրենց միջև է, այստեղ այնպես չի թե Հայաստանն էական դերակատար է։ Այո, եւ Իտալիայի իդեպ վարչապետը եւս Բաքու մեկնեց Հայաստանից։ Իտալիան ուղիղ շահառու է սանկցիոն այս շրջանում Ադրբեջանի միջոցով ռուսական գազ ստանալու։ Էդ էլ այդտեղ կանգնեցնենք։ Պարզապես մնում է վերջում այս հարցն եմ, Ռուսաստանը այս ամենը տեսնում է, հարցը այն չէ, որ ես ասեմ, տեսեք, Զելենսկին գնացել էր Բաքու, ոչինչ չասացիք, հիմա եկավ Երևան, ոչինչ չասացիք, բայց ես ասում եմ, ինչու է Ռուսաստանը այդպես հանգիստ վերաբերում բոլոր կոնտակտներին, բոլոր այդ պայմանագրերին, որ Բաքվում Զելենսկին ուրեմն ստորագրեց եւ հասան այդ։ Իսկ ինչ պիտի անի, ես ուզում եմ հասկանալ։ Չէ, իսկ մեզ մոտ ինչ է անում։ Չէ, ինչ պիտի անի։ Ինչ անի, երբ որ դուք իրավիճակը փոխվել է։ Այսինքն ցույց է տալիս, որ նա թույլ է Բաքվի արչեւ չունի, ոչ միայն Բաքվի, հա Երևանի նաեւ։ Ինչ եք մենակ Բաքվի։ Այս ամբողջ գծիկը ես կուզեի որ հիշեցին, չէ, Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո տեսանք հսկայա ծավալ 10-ի հարցազրույցը, որտեղ հերթով կարգով ասում էր, թե ինչ լծակներ ունի Ռուսաստանը մեր դեմ։ Շատ լավ, արեք հասկանանք։ Ինչքան կարելի է Դամոկլյան սուրը գլխներից վերևում պայել։ Բարձրացրեք գազի գինը։ Սպառնում եք անընդհատ տարբեր ձևերով եք ասում, եք ասում։ Արեք հասկանանք, հիմա ինչ եք ուզում, կամ եթե չեք անելու, մենք էլ շարունակելու ենք մեր տրամաբանությունը եւ այս նույն գեղեցկությամբ փորձելու ենք շփվել։ Հարցը այլ է։ Հարցն այն է, որ իրապես ես կարծում եմ, որ կամ Ռուսաստանը ուղղակի հասկանալով, որ անզոր է որևէ բան չի անում, կամ նոր իրողությունների հետ պարզապես հաշվի է նստում եւ ուզի թե չուզի, պիտի ունենա նոր քաղաքականություն այստեղ։ Սա է։ Երկու դեպքում էլ թուլության նշան է։ Բայց ակնհայտ է, չէ։ Երբ ենք տեսել այս օրերորդ տարին է 81-րդ ամյակն ենք նշում, որ Ռուսաստանը առանց զենք ցույց տալու պարադանի։ Ես չեմ հիշում դից բան։ Դուք հիշում եք։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Արսեն Խարազյանի հետ էինք զրուցում Ալիք մեդիա կենտրոնի հիմնադիր, կոնֆլիկտաբան, արևելագետ։ Զրույցը վարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։